Շատ լավ։ Շնորհակալություն, հարգելի պարոն փոխվարչապետ, օրակարգի մի շարք հարցերում ներառել ենք գյուղ ոլորտին տրամադրվող օժանդակության ծրագրերի փոփոխությունների փաթեթը ես փորձեմ ներկայացնել, թե որ ծրագրում ինչ ենք փոփոխել, հա։ Եվ այսպես ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագիրը նոր պայմանները հետևյալն են, սահմանվում է կանխավճարի չափը 20%, լիզինգի տոկոսադրույքը, առավելագույն տոկոսադրույքը բանկերի համար դրամով մինչև 12%, արտարժույթով մինչև 9%, սուբսիդավորման արդյունքում տնտեսվարողին հասանելի կլինի դրամով 2% փաստացի տոկոսադրույքով և արտարժույթով 3% տոկոսադրույքով, ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը մեկ տնտեսվարողին մինչև 1 միլիարդ դրամ է, մենք այս չափը չենք փոխել, մարման ժամկետը մինչև 5 տարի, մայր գումարի արտոնյալ ժամկետ 3 ամիս և դադարի շրջաններ տարեկան մինչև 6 ամիս ժամանակահատված կա։ Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագիրը 20% կանխավճար, լիզինգի տոկոսադրույքը մինչև 14%, սուբսիդավորման արդյունքում տնտեսվարողին հասանելի կլինի 2%-ով նորից, ձեռք բերվող լիզինգի առավելագույն ընդհանուր գումարը նույն լիզինգառուին մինչև 250 միլիոն, բարձրացրել ենք 200 միլիոնից, մարման ժամկետը մինչև 10 տարի և էլի տարեկան մինչև 6 ամիս դադարի շրջաններ կունենան շահառուները։ Հաջորդ ծրագիրը ինտենսիվ այգեգործության և բարձրաժեք մշակաբույսերի մշակության ծրագիրն է, այստեղ վարկի տոկոսադրույքը մինչև 14% է, սուբսիդավորման արդյունքում էֆեկտիվ տոկոսադրույքը կլինի 2%, տարեկան վարկի մարման ժամկետը այգե հիմնման դեպքում 8 տարի, կարգապաշտպանի դեպքում 7 տարի, ոռոգման համակարգերի և ջրավազանների դեպքում 4 տարի, ոչ ավանդական մշակաբույսերի դեպքում 2 տարի, և այլն, մայր գումարի արտոնյալ ժամկետը այգե հիմնման դեպքում 5 տարի է, այսինքն առաջի 5 տարվա մեջ ըստ էության համարյա ոչ մի բան չեն վճարում ներդրողները, կարգապաշտպանի դեպքում մինչև 3 տարի, ոռոգման համակարգերի և ջրավազանների դեպքում մինչև 1 տարի, ոչ ավանդական մշակաբույսերի դեպքում մինչև 1 տարի։ Ծրագրի շրջանակում վարկերը տրամադրվում են կես հեկտարից մինչև 200 հեկտար այգե հիմնման համար, կես հեկտարից մինչև 100 հեկտար տարածքի համար ոռոգման արդիական համակարգերի ներդրման և ջրավազանների կառուցման համար, կես հեկտարից մինչև 100 հեկտար կարգապաշտպան ցանցերի ներդրման համար, 1 հեկտարից 30 հեկտար ծնեբեկի պրասասոխի, ռուկոլայի, բրուսելյան և պեկինյան կաղամների, կոլրաբի, բարձրաժեք մշակաբույսերի մի խոսքով մշակության համար և ծախսերի մասնակի փոխհատուցում ներառված, կես հեկտարից 10 հեկտար այգե հիմնման համար առաջին տարվա խնամքի ծախսերը ներառված չեն, իսկ մյուսների համար ներառված են, կես հեկտարից 10 հեկտար արդիական ոռոգման համակարգերի ներդրման համար փաստացի կատարված ծախսերի 50%-ը փոխհատուցվում է։ Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, սա վերաբերում է 3-ից 15 միլիոն դրամանոց վարկերի սուբսիդավորմանը, վարկի տոկոսադրույքը մինչև 14%, սուբսիդավորման արդյունքում փաստացի տոկոսադրույքը 5%, վարկի գումարը 3-ից 15 միլիոն դրամ, մարման ժամկետը մինչև 3 տարի, մայր գումարի և տոկոսադրույքի արտոնյալ ժամկետ մինչև 6 ամիս։ Սա ամենալայնորեն կիրառվող ծրագիրն է և անցած տարվա ընթացքում մոտավորապես 27,000 շահառու ենք ունեցել, ընդհանուր 72 միլիարդ դրամ պորտֆելով, տոհմային տավարաբուծության զարգացման ծրագրում մտցրել ենք վարկային կոմպոնենտ, այսինքն առաջ միայն քեշբեք էր, հիմա նաև վարկային կոմպոնենտ կա, վարկի առավելագույն տոկոսադրույքը մինչև 14%, սուբսիդավորման արդյունքում
Հանրապետությունում աճեցված տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու համար 2% տոկոսադրույքով, ներկրված խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու համար 3% տոկոսադրույքով, մարման ժամկետը 5 տարի, մայր գումարի արտոնյալ ժամկետը 1 տարի, 1 գլուխ կենդանու առավելագույն արժեքը 1 միլիոն դրամ։ Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ծրագիրը, նորից վարկի տոկոսադրույքը մինչև 14%, սուբսիդավորման արդյունքում 2% տոկոսադրույք, մարման ժամկետը մինչև 4 տարի, մայր գումարի արտոնյալ ժամկետը մինչև 12 ամիս, 1 գլուխ ոչխարի առավելագույն արժեքը 450,000 դրամ, ձեռք բերվող կենդանիների արժեքների հանրագումարը մեկ տնտեսվարողին մինչև 900 միլիոն դրամ։ Ծախսերի մասնակի փոխհատուցումը առավելագույնը 100 գլուխ, 5 գլխից ոչ ավել, տոհմային արու և մատղաշ և փոխհատուցման չափը 23%, գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին 27%։ Եվ վերջինը փոքր և միջին խելացի անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագիրը, այստեղ վարկի առավելագույն տոկոսադրույքը մինչև 14%, սուբսիդավորման արդյունքում 2%, վարկի գումարը մինչև 35 միլիոն դրամ, մարման ժամկետը մինչև 5 տարի, մայր գումարի արտոնյալ ժամկետը մինչև 12 ամիս։ Վանքերոպյան, սա ամբողջական փաթեթն է, որ մենք այս օրակարգում ունենք որոշումների, որով կարծում ենք, որ լավարկվում են պայմանները օժանդակության, ճիշտ եմ հասկանում։ Այո, բայց որոշ այլ ծրագրեր դեռ կներկայացվեն, հարգելի պարոն փոխվարչապետ, գիտեք, քննարկում ենք մյուս այլ ծրագրերը, մասնավորապես գարնանացանը եւ այլն, եւ կոնյակի արտահանման հետ կապված եւ մթերումների հետ կապված ծրագրերը, որոնք շուտով եւս կներկայացվեն կառավարության հաստատմանը։ Պարոն Քերոբյան, տեսեք, այս ծրագրերը մենք պետք է միասին որոշենք, հասկանանք ոնց ենք ներկայացնում պոտենցիալ շահառուներին, որովհետև իրանք տեքստային իմաստով բավականին բարդ են, միևնույն ժամանակ բոլորս հասկանում ենք, որ բավականին լուրջ խթան են հանդիսանում եւ բավականին լավ բարենպաստ պայմաններ են առաջարկվում պոտենցիալ շահառուներին։ Հիմա ոնց են կոմունիկացնելու սա։ Շատ ճիշտ նկատառում եք անում, որովհետև փորձ ցույց է տալիս, որ մեր ծրագրերի մասին, ինչքան դրանք լավը լինեն, միշտ չի, որ պոտենցիալ շահառուների բավարար մասը տեղյակ է դրանից, եւ մենք ըստ էության պետք է PR կամպանիա սկսենք, որպեսզի հանրությանը ներկայացնենք այս ծրագրերը, իրենց աշխատելու ձևը եւ դրա վերաբերյալ շուտով առաջարկություններ կներկայացնենք։ Մենք կարող ենք ակնկալել, որ իրազեկման այնուամենայնիվ արշավի մի ծրագիր կներկայացնեք, որովհետև այս նորից եմ կրկնում շատ կարևոր է, որպեսզի պոտենցիալ շահառուն հասկանա, որոնք են մեր պայմանները եւ որ դեպքում է այս օժանդակությունը հնարավոր ստանալ։ Ես կարծում եմ, որ կարգավորումներում ինքը բավականին համապարփակ եւ լայն տարածում կարող է ունենալ եւ եթե չունենա դրա պատճառը լինելու է իրազեկված չլինելը կամ process-ների խութերը։ Ես կարծում եմ երկուսն էլ մենք ի վիճակի ենք առաջինը իրականացնել, երկրորդը վերացնել։ Հիմա այդ իմաստով ես խնդրում եմ, որպեսզի այս գործընթացը մշտական մոնիտորինգի տակ լինի նախարարության եւ մենք ըստ անհրաժեշտության անդրադարձ կատարենք ընթացքին, որպեսզի այս պրոդուկտների տարածումը լինի իրոք արագ եւ ծավալուն։